Պապոյան Տեր Գանգներ խաղաղությանը կարգախոսով այդ քարոզարշավի արդյունքները ձեզ համար լավ են։ Դե չնայած այն հանգամանքին, որ իմ տպավորության միլիարդավոր դրամների ընտրակաշարք է բաժանվել հայտնի ուժերի կողմից, որոնք ձայնագրություններով լավ հա ասենք 50-60 դեպքով բռնվեցին, բայց ես կարծում եմ, որ հազարավոր դեպքերով էլ չեն բռնվել, եւ դա բնականաբար իր ազդեցություն ունեցավ ընտրության վրա, այնուամենայնիվ դա նաև հակառակ, այսինքն ինչ է տեղի ունենում, մի կողմից մարդիկ տեսան, որ իրենց խաղաղությունը վտանգված է, որովհետև չգիտեմ 150-200 դրամով ձայներ են գնում ոմանք կամ ինքնաթիռի տոմսեր են առնում եւ իրենց աշխատողներին այդ երկրից բերում են գրանցում են եւ ուղղակի գնացին մյուս կողմից հակառակ բանն էլ տեղի ունեցավ, որովհետեւ այն մարդը, որը իներտ էր կամ ամենայն հավանականությամբ չէր գնա, օրինակ ես ունեմ մարդիկ ինձ գրում են, ասում են ես 21-ին չեմ մասնակցել, 18-ին չեմ մասնակցել, 17-ին չեմ մասնակցել, բայց գնացել եմ, ձեզ ընտրել եմ այս անգամ, որովհետև չեմ ուզում, որ ինչ-որ մեկը իմ տեղը որոշում կայացնի, այսինքն հակառակ ռեակցիան էլ տեղի ունեցավ եւ մարդիկ գնացին պաշտպանեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, իրենց երեխաների խաղաղությունը եւ սա ֆանտաստիկ է։ Պապոյան, 21 թվականի տակերը դուք չունեք եւ համանդրություն փոխարեց այս համար շնորհակալ Մենք ունենք շատ ավելի ուժեղ մանդատ, մենք քաղաքացիներից ավելի ուժեղ մանդատ ենք ստացել, մենք 21 թվականին քաղաքացիական պայմանագրին քվեարկել է 688,761 Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ 26 թվականին մեզ քվեարկել է 727,160-ը, այսինքն 38,399 ձայն։ Դա նշանակում է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավելի ուժեղ մանդատ է ստացել եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավելի մեծ ժողովրդականություն ունի 26 թվականին, քան ուրեմն հիմա։ Սա ֆիքսենք, մնացածը արդեն այլ հարցեր են, այլ օրակարգի եւ Փաշինյանի ասած 65%-ը չեղավ, պարոն Պապոյան, ասում է, որ դուք այսպես թե այնպես 51+% չունեք եւ դա ձևավորվելու է այլ մեխանիզմով։ Մինչդեռ դեռևս ընտրության արդյունքների անգամ 20%-ը չմշակված, Նիկոլ Փաշինյանը եկավ գլխավոր շտաբ եւ հայտարարեց, որ դուք հաղթում եք։ Սա ինչի՞։ Որովհետեւ այս պատկերը ոչ, որովհետեւ երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, մենք գիտեինք, որ 727,000 ձայն ենք տալի։ Գիտեք ինչի։ Որովհետեւ մեր վստահված անձինք այդ բաները նկարել էին, այսինքն այդ արձանագրումը տեսեք ամփոփված է մի իրավիճակա, երբ որ ամփոփված է, բոլորը գիտենք, թիվը մեզ ուղարկում են, մեկ այլ իրավիճակա, որ դա դեռ պետքա դնես բանի մեջ, ստորագրես, սոսնձես, դնես մեքենան, տանես տանեք տարածքայինից տանենք հասցնենք բան, այնտեղ հասկանալի է։ Երևան քաղաքում շատ լավ 2005-ից դեռ 5 տեղում օրինակ դեռ հաշվում են եւ 90% հաշվել են, մնացել է 10%-ը։ Լավ, դա է պատճառը, որ հիմա կարող է 727 չէինք մտածում, կլիներ 730 կամ 723, բայց դա ոչ մի բան չէր կարող փոխել։ Արդյոք վարչապետազի, դա պաշտոնական տվյալ է, կառույց կա հատուկ դրա համար։ Եթե մենք գիտենք, որ հաղթել ենք, ինչի պետք է վարչապետը չհայտարարի քաղաքական հայտարարություն չանի, որ հաղթել եք, ավելին ասեմ։ Մենք նախորդ ընտրությանն էլ հայտարարությունը, որ արվեց վարչապետի, դեռևս մի քանի տեղամասերում հաշվարկ կար, դեռևս 10-20%-ներ եւ այլն, դեռևս 10-20%-ներ հրապարակված, բայց մենք հայտարարեցինք, հաղթեցինք, որտեղ մենք տվյալ գիտենք, մեր վստահված անձը ասում է, մենք այստեղ օրինակ տարել ենք 522 ձայն, պայմանական ուժեղ Հայաստանը տարել է 127 ձայն, այս իշխանը տարել է 62 ձայն։ Մենք առաքական վերաբերմունք եք ցուցաբերում եւ դրանով ազդում եք նաեւ ընտրական հանձնաժողովի վրա, Հայաստանի ընտրական հանձնաժողովի վրա ոչ, ընտրական հանձնաժողովի վրա հնարավոր չի ազդել, որովհետեւ մաթեմատիկա է։ 1 գումարած 1-ը հավասար է 2։ Որևէ տեղում դրանից, այսինքն ինչ քվեարկվել է, նույն կերպ պահպանվել է, նույն կերպ, որևէ կերպ, թե որևէ մեկը կասկածում է, կարող գնա ցանկացած տեղ ու բողոքարկի ու հաշվի։ Ահա,
Դե կտեսնենք դրա արդյունքում օրինակ քաղաքացիական պայմանագրի ձայները կավելանա, թե չէ։ Իմ կարծիքով կավելանա։ Որ երբ կրկնում եմ, այդպիսի հարց տալ այն պարագայում, երբ որ հարյուրավոր դեպքերով ձայնագրություններով ապացուցվում է, որ երկրում քլեա օլիգարխիկ մնացուկները, որոնք ջախջախվեցին, միլիարդներով կաշառք են բաժանում, ու դուք դրա մասին ոչ մի բան չեք ասում, ձեր լրատվամիջոցների մեծ մասը կներեք, լրատվամիջոցների մեծ մասը հրապարակվում է հակակոռուպցիոն կոմիտեն օրը 10 հատ օրինակ ֆակտորը հրապարակում է, անընդհատ տեսել է, բայց կներեք բազմաթիվ ուրեմն լրատվամիջոցներ, դες ոնց որ թե երկրում բան չկա, երկու հոգի բան է խոսում, ասեք պետական նախկին բարձրաստիճան պաշտոնյա բան է խոսում, ասում է դե կզանգես նախագահի հետ, անունն էլ տալիս է, բան է, կասես թե բան է, էլի պիտի ես ինչ ան, հետո դե ասում է 400,000 սրան տվեցի, 600,000 սրան տվեցի, 7.5 միլիոն սրան տվեցի, 8.5 միլիոն, կներեք, մի վարքան, 8.5 միլիոն սրան տվեցի, 9.5 միլիոն սրան եւ այլն, բան չի եղել երկրում, որևէ բան տեղի չի ունեցել։ Ուրեմն տեղի ունեցել եւ իմ քաղաքական գործունեության հաջորդ հնգամյակը նվիրված է լինելու նվազագույնը բոլոր այն մարդիկ, որոնք որ անցել են այդ գործերով, շաբաթը մեկ հետաքրքրվել, թե դրանցից ով նստեց, ով չէ։ Ոչ մեկ չի պրծնելու, ոչ մեկ ու ուղիղ հայտարարում եմ, չէ, եթե ես լսել եմ, որ այսինչ մարդը ձայնագրությամբ լսել եմ, մի վարքան, ձայնագրությամբ լսել եք, որ այսինչ մարդը իր երկու հոգի իրար հետ ասում են 6 միլիոն 850, չէ, բազարը նանում իրար հետ ասում են, չէ, 6 միլիոն 850 չի, 6 միլիոն 650 է, այն մեկը չգիտեմ, մյուսին ջինս է տալիս, այն մյուսին եսին ինչ է տալիս, հիմա, մի վարքան, չէ, ասում եմ, ես հետևելու եմ, որ այդ դուրս պրծուկները նստեն, եւ եթե նախկինում ինչ որ եղանակներով այդ դուրս պրծուկները չեն նստել, այս անգամ նստելու են ու պիտի նստեն, որովհետև սա պետության ազգային անվտանգության հարց է։ Չի կարող մեկը գալ ինչ-որ տեղից միլիարդավոր դրամներով բանանել, փողեր բաժանել ու հետո դες բան չի եղել, էլի։ Այս ժողովուրդը ուրեմն տեսեք, կար եռագլուխ պատերազմի կուսակցություն եւ իր Պոչը կտրել է եւ եռագլխիկներից մի գլխիկն է կտրել։ Այն երկու գլուխները ջախջախել է քաղաքական իմաստով։ Եվ քաղաքական իմաստով մեր խնդիրն է այն երկու գլխիկներն են գլխական։ 41%-ն են, ընդամենը 49, ոնց է ջախջախել։ Ինչ անուն են։ Երկուսը միասին 41%-ն են ձայների։ Իսկ դուք 40 Ես ասում եմ, երկրում բաժանվել է միլիարդավոր դրամների ընտրակաշառք եւ ընտրակաշառք բաժանողները պետքա քաղաքական իմաստով, այո, ջախջախվեն, քաղաքական իմաստով ջախջախվեն։ Չի կարող ընտրակաշառք բաժանողը Հայաստանում դες բանա, դες կարծես թե բան չի եղել, դες պատգամավոր աշխատի 5 տարի։ Բայց ես տեսակ մեկին բանա, քաղաքապետ ընտրվեց։ Այն որ երաժշտությունը միացրել էր, դասական երաժշտության տակ բան էր անում, կաշառք էր բանակցում մի հատ ուրիշ իրավ ենթակա պաշտոնյայի հետ։ Այ տեսակ, հիմա կգնա կնստի շատ երկար։ Նոր կիմանան։ Պան Պապյան, քրտում ինչ է հանրեսով սացում, նոր հոլովակները, ռոլիկներ պատրաստում ես նախընտրական շրջանում կամ ընդհանրապես հանրային ելույթների ժամանակ։ Դուք ասում եք, ինչ 18 թվականից պետք է նախկին մեղավորները, ովքեր խախտումներ էին արել, ճաղերի հետևում հայտնվեն 21 թվականին պետք է ճաղերի հետևում հայտնվեն 26 թվականի նախընտրական շրջանում, ինչքան ճիշտ եք ասում, եւ մենք ընդունում ենք, պարոն Կիրակոսյան, ես համաձայն եմ ձեր հետ, ձեր դիտողությունը ճիշտ է, եւ մարդիկ, որոնք որ հիմա պիտի սպասեին նրան, որ ասենք 8 տարի առաջ դատվել են, սպասեին մի 2-3 տարի հետո դուրս գային, այսօր Հայաստանում քաղաքականությամբ են զբաղվում։ Դուք ճիշտ եք։ Ես ընդունում եմ, որ բացեր եղել են, բայց դրա պատճառը նաև այն է եղել, որ այդ
բաները մեր սահմանադրության մեջ այդ համակարգերը նենց է գրած եղել, որ դե բան է, սրա տղեն ինչի կարա ցմահ լինի բան դատավոր, նրա տղեն հենց ցմահ կարա լինի դատավոր։ Տես այդ բաներով սրա տղեն, նրա տղեն եւ այլն, այդ կներեք, միտքս ավարտեմ։ Այդ համակարգի պատճառով այդ մարդիկ ոչ թե սպասում են, որ 2-3 տարին էլ լրանա դուրս գան, այլ քաղաքականությամբ է զբաղվում, բայց այս մանդատը ինձ թվում է բավարար է, որպեսզի պատերազմի եռագլուխ կուսակցության ղեկավարությունը երկար տարիներ անցկացնի բանտում։ Պարոն Պապյան, իսկ գուցե հեչ այս իշխանությանը պետք է չի, որ այդ մարդիկ, ովքեր իհարկե օրենքով կմեղավոր կճանաչվեն, դատարանով մեղավոր կճանաչվեն, պատասխանատվության ենթարկվում, որովհետև ձեր քաղաքական գործունեության սնուցող երակն են, որտեղ ինչքան իրենք կան, դա այդպես չի դա բան է, այդպես շով կեղծ բան է, որը նետված է, եւ այդ համակարգի լինելիությունը բերում է նրան, որ դու գնում ես օրինակ ընտրությունների հաղթելու, ոչ թե նրա համար, որ ուզում ես օրինակ X տնտեսական ծրագիր իրականացնես, գնում ես հաղթելու, որ ուզես պետությունը պերկես։ Հասկանում ինչ է։ Դե մենք չենք գնացել բան հաղթելու, որ օրինակ իրականացնենք այս տնտեսական քաղաքականությունը։ Մենք գնացել ենք հաղթելու, որովհետև եթե մենք չհաղթեինք, լինելու էր պատերազմը անկախության կորուստ։ Պետության փրկելու հարցեր։ Ուտեղ չի լինելու որևէ տեսակի բան։ Եվ կներեք մեկ այլ հարցը, պարոն Պապյան, դուք նախ շարունակելու եք այս պաշտոնը։ Դա կորոշի հանրապետության վարչապետը քաղաքացիական պայմանների կուսակցության Երմերի արտահանումների հետ կապված, հա, կառավարության նախագծում ամեն դեպքում հավելվածում ոչ էլ բուն նախագծում, որոշման նախագծում չկար նշված, թե գումարի չափը փոխհատուցման ինչքան է լինելու, ներկայացնեք օրինակ ԵՄ արտահանումների ժամանակ տնտեսվարողները ինչքան արտոնություն են ստանում։ Այնքան ինչքան կարտահանում։ Հա, ինչ բանաձևով է հաշվվում։ Չգրած այդ մեխանիզմը։ Ասում ենք մեխանիզմը բանաձևը դրված է, սահմաններ չկա, ասում ենք այնքան ինչքան կարտահանում։ Եվ բացի կներեք, բացի ծաղիկները, որ գնաց 10,000 խմբականակը, այլ ապրանքներ, որ արդեն Եվրոպայում են։ Այո, նաև մենք ցամաքային ճանապարհով միջազգային ծաղիկ ենք ուղարկել։ Հայաստան, Վրաստան, չէ, Թուրքիա, Բուլղարիա, Ռումինիա, Ուկրաինա։ Նաև այդպեսի, չէ, բեռնակալ։ Նկատի ունեմ, հիմա կամաց սկսվում է։ Իսկ ծաղիկներից բացի պտուղ բանջարը։ Պտուղ բանջարեղեն հիմա արդեն ընկերություններ կան, աշխատում են Հունաստան արտահանման ուղղությամբ կա պայմանավորվածություններ, որ հավաքեն, արդեն ուղարկեն, այսինքն տեխնիկական հարցեր թղթեր եւ այլն։ Պարոն Պապայան վերադառնալու ընդունեցին, հանձնարարշավի ժամանակ հատկապես վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը արդեն պատկերացնում է, որ ինքը հաղթել է, արդեն որոշել է, որ Նիկոլ Փաշինյանին բանտ ուղարկելու, Սամվել Կարապետյանը արդեն կառավարություններ ձևավորել իրեն վարչապետով էին դիմում, բոլորս տեսանք, թե ինչ արդյունքներ իրեն գրանցեցին, ձեր ասելիքը ո՞րն է։ Մեր ասելիքը այն է, որ փոփոխություն փաստորեն չեղավ, այլ փոփոխություններ կլինեն Հայաստանում, շատ փոփոխություններ, դրական փոփոխություններ կլինեն, այդ թվում նաև փոփոխություն բառը ասող մարդիկ քաղաքականությամբ չեն կարողանա որովհետև եւ Ալեն Սիմոնյանների Նիկոլ Փաշինյանն ասում են 65%-ից ավել դրան են ստանում։ Մեզ սպասում է նաև, որ մենք ավելի մեծ վստահության քվեկ ստանանք մեր ժողովրդից ու ստացանք, որովհետև ինչքան ես գիտեմ 682-ը ավելի փոքր է 727-ից։ Դրա պատճառով դուք ամեն դեպքում չեք ստացել 60%։ Մեզ ավելի շատ մարդ է Հայաստանի Հանրապետություն ընտրել, քան 21 թվականին։ Դա նշանակում է, որ մենք ճիշտ ենք աշխատել ու լավ ենք աշխատել։ Գնահատականը դա է։ Պապայան, բայց ինչ զարգացումների եք սպասում հաշվի առնելով, որ օրինակ ԲՀԿ-ն հայտարարեց այդ որ կդիմի վերահաշվարկի, ասում են ընտրախախտումները մենք կբացահայտենք, միջև դա էլ մենք լսում էինք Քոչարյանից, Սամվել Կարապետյանից, որ այդ իրենց խոսքերով այդ հեղաշրջում կառավարությունների։ Թող դիմեն ու գնան նաև լացեն այն տասովշիկների դարդը, չնայած ենթադրում եմ, որ ընտրությունները վերջացել է եւ իրանք թքած ունեն այդ տասովշիկների վրա, իրանք մնալու են միայնակ մեր իրավապահ համակարգի հետ, թող իրենց տասովշիկների դարդը լացեն, որոնք դաստեկով դատվելու են։ Պարոն Պապյան, կներեք, բայց ամեն ինչ դուք եք կիրառում, հա,
Այնօր ուսուցիչներ էին գալիս, աշակերտների էին բերում, դրանք վարչական ռեսուրսի չարաշահ։ Մենք վարչական ռեսուրս երբեք չենք կիրառել, երբեք չենք կիրառել, ես բոլոր օրերին քարոզարշավ եմ արել, բոլոր օրերին առավոտը հագել եմ իմ սպիտակ սրտիկով մայկան, գնացել եմ քարոզարշավի, կարմրել ենք արևի տակ, վառվել ենք արևի տակ, մարդկանց մոտեցել ենք, մեզ ժպտացել են, երբեմն հաճախ դրական, երբեմն ոչ այնքան դրական։ Ես ասում եմ, որևէ մեկ որ ասում է մարզպետը գալու է բյուրական, Մարտունին, Արմավիրը, Վերին Արտաշատը։ Ջան, մենք որևէ մեկին չենք ասել մեկ մարդ բեր մեր հանրավակի։ Պատասխանատու ասում եմ, որ մենք որևէ մեկի չենք ասել, ավելին ասեմ, երբ որ տես բան է եղել, մենք ասել ենք, եթե այսի բան անող կա, բոլորը պետք է հեռացվեն աշխատանքից։ Ուրեմն Հայաստանի ուզում եմ ես հիշեցնեմ դες, որ 17 թվականին այն հայտնի ձայնագրությունները կար, որ զանգում էին դպրոցի տնօրեններին ու տես հազարներով ցուցակներ եւ այլն եւ այլն։ Ես ուրախ եմ հիմա արձանակ, նայեք, մեկ աբսուրդ է։ Ամբողջ աշխարհում Հայաստանը տարբեր է։ Ամբողջ աշխարհում երկու ձևի երկրներ կա։ Երկրներ, որտեղ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չեն կեղծում, երկրներ կան, որտեղ իշխանությունը կեղծում է, ընդդիմությունը չէ, եւ Հայաստանը նոր որակի երկիր է։ Երբ որ իշխանությունը չի կեղծում, ընդդիմությունն է կեղծում։ Սենց բան աշխարհում չկա։ Երբ որ ընտրակ կեղծրարը ընդդիմությունն է։ Եվ կներեք քաղաքական այդ բոսյակները պետք է աղբանոցը նետվեն եւ Տեսեք, նա ով կեղծել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը ու նա ով ուզում էր գողանալ Հայաստանի Հանրապետության երեխաների խաղաղությունը քաղաքական, բառից քաղաքական իմաստով, այո, մենք ասել ենք ու մինչև այդ երրագլխիկներին մենք բառի քաղաքական իմաստով ջախջախելու ենք։ Էթիկայի կանոնակարգին դրացել քաղաքական հակառակորդների հետ, քաղաքացիների հետ շփում։ Լսեք, քաղաքական հակառակորդների հետ պետք է լինել ցիվիլ։ Հանցագործների հետ պետք է լինել այնպես, ինչպես հանցագործի հետ վարվում են։ Մենք հազարներով հանցագործների հետ գործում ենք։ Հանցագործներ։ Պարոն Պապյան, դուք որպես սրտիկ ցույց տվող, քաղաքացուն բարձր արժեք համարող քաղաքական գործիչ, քաղաքական ուժի ներկայացուցիչ, ձեզ մտահոգում է, որ Արթուր Օսիպյանն արդեն 20 օրից ավել է հացադուլի մեջ եւ առողջական վիճակը գնալով վատթարանում է։ Ես չեմ կարող մեկնաբանել իրավական գործընթաց, բայց ես գիտեմ, որ Արթուր Օսիպյանը հանրապետության վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու ուրեմն հրապարակային հայտարարություններ արել եւ դա մեր իրավապահ մարմինները գնահատել են որպես հանցագործություն եւ բնականաբար մենք չենք կարող ասել դե գիտեք օրինակ այս հանցագործը պայմանական օրինակ այս մեկը տենց մի քիչ լավն է եկեք որ աչք փակենք այս մեկը այդքան էլ լավը չի եկեք աչք չփակենք այս մեկը ես անձից վերանանք սա անձի մասին չէ խոսքը սա երևույթների մասին է ես օրինակ այդ մարդուն չեմ դարձված կա պարոն ես գործին տեղյակ չեմ բայց ես գիտեմ որ այդ դրվագը բացարձակապես կապ չունի ավելին ասեմ հատուկ ես գիտեմ որ հանրապետության վարչապետը հետաքրքրվել է որ այդ դրվագով չի ասում եմ չէ որտեղ այդ դրվագում չկա հանցագործություն եւ չէր կարող այդ մարդը այդ դրվագի համար ձերբակալվել այդ քաղաքացին ձերբակալվել է վարչապետի նկատմամբ հրապարակային բռնության կոչեր անելու համար հաջորդ շուտ է գրել այդ դե ենթադրում եմ այդ դեպքի արդյունքում տեսել եմ որ այդպիսի հայտարարություններ արել եւ դա պատկերացրեցիք այսինքն դա եղել է միակ իրավիճակ, որի արդյունքում տեսել են։ Այսինքն վարչապետին կոշտ հարցադրում անի, քննադատի կգնան։ Ես ձեզ մեկ բան է, երբ որ ես ձեր նկատմամբ կամ դուք իմ նկատմամբ կոշտ հարցադրումներ անեք կամ քննադատեք, մեկ այլ բան է, երբ որ փողադարձ միմյանց օրինակ բռնության կոչեր հնչեցնենք։ Ես կարծում եմ հենց այդ կետը հասավ, մենք էլ նույն տրամաբանություն կենթարկվենք պատասխանատվության։ դրանք
քաղաքական հայտարարություններ են եւ բարի քաղաքական իմաստով մեր երեխաների խաղաղությունը եւ մեր պետության անկախությունը ինքնիշխանությունը գողացող մարդկանց նկատմամբ այդպիսի քաղաքական վերաբերմունք մենք պետք է դրսևորենք։ Բայց երևի աղավաղ են, որտեղ դեսպես է հաշարվելություն խոսում։ Բայց շտապում եմ մեկ վերջին հարց։ Ինչպես է ստացվում, որ չոքացնելն ու կզացնելը քաղաքական խոսք է, իսկ բմբուլները կամենտար են, որ մարդ բմբուլներ չունի, որ շատ էլ ուզեն չեն կարող կամենտար, դա սպառնալիք է։ Այնտեղ էլի բաներ է եղել։ Ես գիտեմ, որ հրապարակվել է մի քանի կարծես թե սկրինշոթեր, ես նույնիսկ չեմ էլ կարդացել, բայց գիտեմ, որ կա այդպիսի, որովհետև գիտեք ինչի։ Ինձ չի հետաքրքրում ձեր ասած դեպքը։ Ինձ հետաքրքրում է, եթե Հայաստանի Հանրապետությունում մի քաղաքացին մյուսի նկատմամբ օրինակ բռնության կոչ է անում, դրան իրավապահները արձագանքում են, թե չէ։ Ինչ կապ ունի կներեք, այդ մարդկանց անազգանունը Գևորգ Պապոյան, Նարեկ Կիրակոսյան, Արթուր Օսիպյան, Նիկոլ Փաշինյան, թե Պողոս Պողոսյան, ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն։ Որովհետև մենակ իշխանության ներկայացուցիչներն են այս երկրում ենթարկվում վերբալ բռնության։ Այստեղ էլ է ունիկալ։ Ամբողջ աշխարհում իշխանությունը բռնության է ենթարկվում, ընդդիմությանը կամ չի ենթարկվում, այսինքն երկու տիպիկ է։ Այստեղ հակառակն ընդդիմությունն է ենթարկվում իշխանությանը բռնության։ Շնորհակալ եմ։